եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Երևանը եթեները մի կողմ է դնում, նյարդերը նույնպես։ ԵԱՏՄ-ն լքելու պլաններ չկան։ Զուգահեռ իրականությունում սակայն պարզվում է հայկական լոլիկը, վարունգը, պղպեղը, կանաչեղենը, ելակը ռուսական շուկա չեն մտնի մայիսի 30-ից։ Ասում են սահմանափակումները հաճախակի դարձած խախտումների պատճառով են։ Տարել էի այրոպորտ, որ ուղարկեի 30 ящик հետա եկել։ Հիմա պետք է հանեմ թափեմ։ Ինչ անեն տնտեսվարողները, որոնց ապրանքը, ծաղիկները, միրգը այս օրերին գետնին է մնացել։ Ռուսաստան չի հասնում, Հայաստանում չի վաճառվում։ Ամբողջ Հայաստանի ջերմոցները վարունգ պամիդոր, կլուբնիկա, այսքանը ուր են ռեալիզացիաներ, եթե դուրս չգնա։ Ուր ենք տանելու։ Միակ ելքն ու լուծումը, որն առաջարկում է Փաշինյանը խնդիրների բախված տնտեսվարողներին, արտադրանքը ստանդարտներին համապատասխանեցնելն է։ Մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքներ արտահանմամբ աջակցելու։ Կբարձրանա գազի գինը, թե ոչ, Մոսկվան հարցը օրակարգում է պահում, Փաշինյանը պնդում է լուծումներ կգտնեն։ Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել Երևան 2013-ին գազի մատակարարման պայմանագիրը խզելու հնարավորության մասին։ Վերջին 8 տարում մենք այդպիսի նամակներ մի քանի անգամ ստացել ենք եւ Չնայած Երևանի հանգստությանը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ չի բացառել, որ Հայաստանին մատակարարվող գազը կարող է թանկանալ, ասել է Հայաստանին տրվող արտոնությունները Ռուսաստանի հաշվին են։ Իսկ Լարսում օրեր շարունակ արգելափակված են հարյուրավոր հայկական բեռնատարներ։ Վարորդներն ասում են, մաքսավորներից լսում են, որ քաղաքական խնդիրների պատճառով են օրերով կանգնում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։